Բարույս Հայաստան, բարույս իմ հիանալի հայացք։ Ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Այսօրվա թողարկման մեջ մենք խոսանք մի քանի կարևոր հարցերի շուրջ, որը որ իմ կարծիքով շատ կարևոր է եւ անհապաղ է դրա մասին խոսելը։ Առաջինը ուզում եմ խոսել եւ դիմել մեր հայրենակիցներին, որ սիրելի բարեկամներ, չի կարելի, եթե անգամ եղել է տխուր պատահար ինչ-որ մի հայի հետ դրա վրա ուրախանալ։ Ինչի մասին եմ խոսում։ Համացանցերում շատ տեսահոլովակներ են հրապարակում, գրում են Տաշիր Սամոյի թիմակիցը մեռավ, սատկավ եւ այլն, բայց որը որ ասենք թե սուտ էր, հետո տղան հելավ դուրս իրենց կողմնակիցն է, այո, ուժեղ Հայաստան դաշինքի, ասեց որ ինքը ողջ եւ առողջ է։ Հարգանքները ժողովուրդ ջան, ուրեմն այսօր TikTok-յան հարթակում գրառում են կատարել, որ ես ավտովթարից մահացել եմ։ Այդ չարաբաստիկ կատակը մի քանի ամիս առաջ էլի էին արել, իմ հետ ամեն ինչ նորմալ է, ես լավ եմ, ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ բոլորից անհանգստանալու համար, սրտացավ լինելու համար, ջիգարներս, անչափ շնորհակալ եմ։ Իմ հետ ամեն ինչ նորմալ է, մեր պայքարները զաթո շարունակվում է։ Ուղղակի տգետության աստիճանի վրա եմ էլի ես զարման, թե ասենք մարդա, թեկուզ Սամվել Կարապետյանի թիմից է, Գագիկ Ծառուկյանի, թեկուզ Նիկոլ Փաշինյանի, եթե դա հայ է, մահացել է, ոնց կարելի է դրանով հայպավատ լինել, ուրախանալ, որ ինչ-որ մեկը մահացել է։ Տգետներ, էլի, տգետներ, անասուններ, մեղմ ասեմ, էլի, եթե ոչ ավելին։ Հիմա, սիրելի բարեկամներ, երկու հատ օդում պտտվող լուրեր ունենք, որը որ մեզ հասել է, մեկը կասեմ հենց հիմա, մեկը քիչ անց թեմայի շուրջ։ Ուրեմն առաջինը հասել է, որ մի քանի падգամավորներ մտադրություն ունեն, ըստ օդում պտտվող լուրերի, դառնալ անցնելուց հետո պարլամենտ օգոստոսի 3-ին դառնալ անկախ падգամավորներ, այսինքն դուրս են գալիս կուսակցությունից եւ լինում են անկախ падգամավոր։ Ինչ է դա տալիս։ Ինձ թվում է, որ արդեն նիկոլականները աշխատանքները տարել են տվյալ անձերի վերաբերյալ եւ նրանք լինելով անկախ падգամավոր, եթե, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ թե եթե հաստատ մտցնելու է պրոյեկտը սահմանադրության փոփոխության, նրանք քվեարկելու են ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Մենք հիմա տանում ենք այդ աշխատանքները, որպեսզի իմանանք ովքեր են այդ մարդիկ եւ որ ասում են ժողովրդի լեզվով դեմերը առնենք, բայց հələ որ ընդամենը դա խոսակցությունն է, բայց դուք նկատի ունեցեք, որ այդ սցենարին հնարավոր է։ Հիմա երկրորդը, ինչի մասին որ ուզում էի խոսայի։ Սիրելի բարեկամներ, չէ որ այս ընտրված միթոմ ընդդիմությունը անձինս Ռոբերտ Քոչարյանը ասում էր, եթե մեզանից գողանան ձայները, մենք կանենք հեղափոխություն։ Հեղափոխության մասին է մոռացան, ամեն ինչի մասին է մոռացան։ Բայց արի մի տես, հիմա երկրորդ օդում պտտվող լուրը։ Երևան են ժամանում հանգստանալու 4 ադրբեջանցիներ։ Շատ ուշադիր լսեք ինչա կատարվել։ Օդանավակայանում ԱԱԾ-ի աշխատողները մանապահները մեր, պագրանիչնիկները ռուսերեն ասած, հարց է տալիս, դուք ադրբեջանցիներ եք, պատասխանը այո, ինչ նպատակով եք եկել Հայաստանի Հանրապետություն, ասում են եկել ենք հանգստանալու, ասում են, բայց Բաքու չեք կարա հանգստանաք, մեր ԱԱԾ-ի աշխատողն ասում, Բաքու հանգստացել ենք, հիմա Երևանում ենք հանգստանում, մեզ արգելված է, թե ինչ-որ մեկը կարա մեզ խանգարի, որտեղ ԱԱԾ-ի աշխատողը ասում է, որ ոչ մեկ ձեզ չի կարող խանգարի, բարի գալուստ Հայաստան։ Հիմա հարցս այդ ԱԱԾ-ի աշխատողներին, կարող է ձեզանից մեկը, կամ ինչ-որ որից է մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գնա Բաքու, նույն ձևով, ավելի մեղմ ձևով խոսա Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայողի հետ։
Ընդհանուրը խփում են պեչատները, բարի գալուստ Հայաստան, այստեղ սկսում է ամենահետաքրքիրը։ Դիմավորում են այդ ադրբեջանցիներին ազգությամբ հայեր։ Գնում են Սևան, ուտում են Սևանի ռակը, Սևանի իշխանը, լավ պատիվ են տալիս նավերով, մավերով, նաև ինչու՞ չէ հայ աղջիկներով։ Այնուհետև մարդկանց ճամփու են դնում, մարդիկ մեկնում են քաղաք Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, որտեղից որ այդ լուրերը գալի հասնում է մեզ։ Հիմա հարց. նախ դիմավորողները ովքեր են, ինչու ԱԱՑ-ն չի զբաղվում այդ հարցով, դեմբոլե մտել են ադրբեջանցիները, չերես ԱԱՑ անցել են, այնուհետև պետք է ԱԱՑ-ի աշխատողները աշխատանք տանեին, թե այս մարդիկ ինչ նպատակով են եկել։ Միգուցե տարել են այդ աշխատանքները, չգիտեմ, բայց որ նրանք եկել են բարով եւ բարով գնացել են, դա մնում է փաստ։ Հա, ամենակարևորը։ Իրենք ասել են, սա է մեր գյոչան, նկատի ունենալով Սևանա լիճը, որտեղ որ հայը խնդացի ասել է, «Это пока Սևան»։ Իա, այդ պատրիոտիզմը, հա, այդ կան, հա, պակա։ Ինչ որից է, սիրելի բարեկամներ, ես ասում եմ, որպեսզի դուք իմանաք, թե մարդիկ արդեն ինչ աշճանի է հասել, որ ստեղ իրանք գալիս են, իրենց աղոհացով դիմավորում, աղոհացով ճանապարհ են դնում։ Եվ այն ժամանակ, որ մեր գերիները ընտեղ Բաքվի բանտում են, երբ որ հլտղաների արունը չի չորած, այս ինչ է կանում։ Եվ այդ տգետները ապրում են մեր մեջ։ Գիտեք ինձև, ազգը ընդհանուր մեր ազգը հիանալի ազգ է, ես հենցնեն չեմ ասում հիանալի ազգ, բայց ես կուզենամ ասեմ Նժդեի բառերով։ Գարեգին Նժդեն ասում էր յուրաքանչյուր մարդու մեջ ինչ որ մի լավ բան կա, դա է հայը։ Իսկ տգետները միշտ էլ եղել են եւ կան։ Սիրելի բարեկամներ, ուրեմն հիմա անցնենք էկոնոմիկայի պահին, բայց մինչև էկոնոմիկան եկեք տեսնենք ինչ էր ասում, քանի որ Սևանից խոսք գնաց, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Իցը կաշխատի։ Եթե պարզվի, որ վտանգ կա Սևանի համար եւ ջրային համակարգի վրա, ի հեճուկս որևէ բանի ես որպես վարչապետ թույլ չեմ կարող տալ, որ դա աշխատի, որովհետեւ ասում եմ, Սևանի հարցը ինձ համար Ղարաբաղի հարցի նման հարց։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Սևանի խնդիրը նույն խնդիրն է, ինչ որ Արցախի խնդիրը, վերեղություն, իրեն բառով Ղարաբաղի խնդիրը։ Բայց հետո ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022 թվականի հոկտեմբերն էր, սեպտեմբեր-հոկտեմբերն էր։ Այսինքն, եթե կարելի է ըստ լոգիկայի դնել տեղերով այդ խոսակցությունները, մենք ունենք հետևյալը. չունենք Արցախ եւ չենք ունենալու Սևանա լիճ, քանի որ այդ հարցերով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի բարեկամներ, էկոնոմիկայից որ խոսացինք, աղետալի վիճակ է ձկնաբուծության ոլորտը, աղետալի վիճակ։ Անկամ այն մեծ կամպանիաները, ովքեր որ էլի շատից, քչից կարողանում են ձգել այս ամեն ինչը, այսօր կանգնած են բանկրոտствоյի եզրին։ Որպեսզի ես չպատմեմ ինչը, ոնց, ինչ ա եղել, եկեք տեսնենք այս տեսահոլովակը, որտեղ որ ամենախոշոր կամպանիան այսօր կանգնած է քայքայման եզրին։ Խնդրեմ։ Գնացած հետեկացած է, հա, այս կարգի, հա, չգիտեմ ինչքանով ադալա մեր հայկական ավանդույթի նամաունջ, բայց փաստորեն գնացած հետեկացած է, բայց այն երեխա ժամանակ հիշում ենք, չոր գնացած հետեկացած հացը համով ալնում, չէ՞, բայց այս պարագայում չէ, էլի։ Խոսքն իշխան ձկան մասին է, որը մայիսի 13-ին այդպես էլ Ռուսաստանի Դաշնություն չհասավ։ Բեռնատարները հետ ուղարկեցին առանց հիմնավոր ու լուրջ պատճառների, շարունակում է Արամ Մանուկյանը։ Տոննաներով ձուկը դարձյալ պահեստավորել են ու սպասում են, իրենք էլ չգիտեին, երբ հայկական ձուկը նորից ճանապարհ կընկնի։ Երրորդ ամիսնա նայում ենք մենք իրանց, իրանք մեզ։
Ռուսական սահմանափակումների ուղիղ կրողն են դարձել ձկնաբույծները։ Տարիներ շարունակ իրենց ապրանքի 50%-ից ավելին արտահանել են ԱՊՀ երկրներ, մեծամասամբ Ռուսաստան։ Այս տարվա մայիսից արդեն չեն կարող տնտեսական սահմանափակումները ոչ միայն չեն շրջանցել Արարատի մարզի ձկնարտադրողներին ու ձկնաբույծներին, այլև առկա խնդիրն օր-օրի ավելի է սրվում։ Արմեն Կարապետյանը Maxfish ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրենն է, ասում է 25 տարի է այս ոլորտում է, փոքր քայլերով մեծ տնտեսություն է հիմնել ու մի քանի ամիս է ծանր խնդրի առաջ է կանգնել։ Գնացել է լարսի անցակետում ասեն խնդիրներ ունենք, բայց մեր թղթերը լրիվ նորմալ, անալիզները լրիվ նորմալ, դիմել ենք մեր սննդի անվտանգությունը, այնտեղ ենք փորձել հարցեր լուծել, ոչ մի ձև չի կարողացել այդ հարցը լուծում գտնել։ Մենք կերակրում ենք օրական մոտ 24 տոննա կեր։ Սովորական մեր կերակրումը։ Հիմա մենք համարյա 20%-ով ենք կերակրում, ունենք 5 օրվա հնարավորություն։ 5 օր հետո կերակրումը բերելու ենք 0-ի ֆինանսների հետ կապված։ Իսկ եթե 0-ի մենք ամեն ասոր ունենք ծախսեր, հոսանքի, ջրի, աշխատավարձը ու մնացած հարցերում մոտ մի 25 միլիոն դրամի կարգի։ Եթե կերը հանում ենք, ահագին պակասում է, բայց ամեն օր այդ ծախսը ունենք։ Հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, ապա նաև տեղակալների։ Կառույցից ասել են՝ գնացեք մինչև օգոստոսի 1-ը հնարավորություն կստեղծվի ձուկ կարտահանվի Եվրոպա։ Միայն մարզի ձկնաբույծները 2 օրում են այդքան ձուկ արտադրում ու եթե անգամ հրաշքով եվրոպացիների սեղանին հայկական ձուկ հայտնվի, ապա դա նրանց ամբողջ տարվա աշխատանքի միայն 2 օրն է։ Ինչ են անելու մյուս ժամանակահատվածում, հարցնում է Կարապետյանը։ Մեր ձկնաբույծները միասին այդ 140 տոննան արտադրում են 2 օրում, այսինքն 48 ժամում։ Բա մնացած 363 օրը որտեղ արտահանենք, որտեղ վաճառենք, եթե բոլորս մտանք այս շուկա, ինչ որ լավ բաներ կկատարվի 1000 դրամից կիշնի ներքև, այսինքն ինքնարժեքի կես գնով կվաճառենք, բայց դա կլինի ժամանակավոր 1-2 ամիս կվաճառենք եւ այդ ձուկը արդեն կսկսենք դրսից ներկրել եւ կլինի միանգամից թռիչք 5-6 դրամ։ Բայց հայկական ձուկը մեծ ցանկության դեպքում էլ եվրոպական շուկա չի հասնի։ Լոգիստիկ խնդիրներ կան ու հետո ստանդարտները բոլորովին այլ են։ Այլ կերպ ասած, ձուկն էլ հոծիրան չի, որ Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հետը սելֆի անի, ապա ջեմ պատրաստի։ Միլիոնավոր դրամներ են կորցնում ամեն օր, ձկնաբույծները վարկերի տակ են, ոչ թե կարճաժամկետ լուծումների կողմնակից են, որոնք անգամ կառավարության կողմից չկան, այլ հարցին հիմնավոր լուծում են ակնկալում, այն էլ հրատապ, հակառակ դեպքում գործազուրկների թիվը Հայաստանում ավելի կմեծանա։ Տարածաշրջանը գիտեք ինչ վիճակում է, ճանապարհները գիտեք ինչ վիճակում է, մենք ներքև չենք կարող գնալ Թուրքիա, Պարսկաստան, պարզմի պատճառով, որ անտեղ Եվրոպայում նույնպես ձկանկերը 1-1.10 եվրո արժի։ Նախ ամեն բեռ իր սպეციფիկան ունի, կոնկրետ ձկների հետ կապված, եթե ուզում եք իմանաք, շուտ փչացող ապրանքներ են իրենք համարվում եւ ցամաքային ճանապարհով մենք ուղղակի հայկական մեքենաների համար չկա ճանապարհ այդպիսի։ Իսկ Լահաստանով էլ շատ երկար է լինելու ժամանակը եւ այդ ընթացքում ապրանքը կփչանա իրենց։ Դա այսինքն իրականում հնարավոր չի տարբերակը։ Կառավարության եւ կոնկրետ Պապոյան Գևորգի մոտեցումները ձկնաբույծներին ձուկը ջրում բազար են անում ասացվածքն է հիշեցնում։ Տեղական շուկայում ամբողջ ապրանքը սպառել հնարավոր չէ, անգամ եթե հպարտ բոլոր քաղաքացիները ամեն օր ձուկ գնեն, թարգեն անգամ փիպերտ ուտելը միևնույն է, ձկները իս դարմանս կառավարության արագ բազմանալու հատկություն ունեն։ Մի դեպքում հարցը որոշ չափով կլուծվի։ Եթե ամեն օր զատիկ լինի, կարող է մի բան անենք։ Սա իհարկե կատակ, բայց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած, շարունակում է ձկնաբույծների միության նախագահը հավելելով, երբ Ռուսաստանի Դաշնության կողմից տնտեսական սահմանափակումներ կիրառվեցին, կառավարությունը մի շարք ապրանքատեսակների արտադրության վերաբերյալ աջակցության ծրագրեր մշակեց, բայց ձուկն ու ձկնամթերքը այդ ցանկում չեն եղել։ Հունիսին նոր որոշմաններ փոփոխություն է արվել։ Միության նախագահը հերքում է նաև այն տեղեկությունները, թե այս ընթացքում Եվրոպա ձուկ է արտահանվել։ Մենք նույնիսկ հնարավորություն չունենք, ասենք թարմ վիճակում, հենց քանի որ ձուկ ինքը արագ փչացող ապրանք է, մենք չենք կարող իր այդ 14-16 օրվա պիտանիության ժամկետում այդ ապրանքը հասցնել Եվրոպա, լոգիստիկ առումով նույնիսկ։ Այդտեղ խնդիր կա, լոգիստիկ առումով էլ խնդիր կա, որ եմը հասցնելու թանկը բացի ժամանակային առումով։
Ասենք այսօր որ մենք ռուսական շուկա արտահանում ենք, ցանկացած արտահանող էլ կարող է փաստել դա, որ ռուսական պատվիրատուները, գործընկերները ընդունում են միայն այդ ապրանքը, որի մնացորդային ժամկետը 70% եւ ավել։ Այսինքն 16 օրից առնվազն 12-13 օր պիտի պիտանիության ժամկետ ունեն այդ ապրանքը, որ ընդունեն։ Եվ դա նաև Եվրոպայում է։ Այսինքն 3-4 օրում ցամաքային տրանսպորտով Եվրոպա հասնել իմ կարծիքով անհնար։ Ձկնաբույսները սեմ ժամկետ են տալիս Հայաստանի իշխանությանը արագ քայլեր ձեռնարկել ստեղծված ծանր իրավիճակին կոնկրետ ու հասցեական լուծումներ տալու համար։ Հակառակ դեպքում բողոքի ակցիաներ կանեն, կփակեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ, վարկերը փակել չեն կարող, բանկերը նորերը չեն տրամադրում, հարյուրավոր քաղաքացիներ հարկադիր պարապորտի են մատնվել, իսկ պատասխանատուները դատարկ խոստումներ են տալիս, որոնց ոչ միայն չեն հավատում, այլև զգուշացնում են մի քանի օր սպասելուց հետո կանցնեն ավելի արմատական գործողություն։ Սիրելի բարեկամներ, գիտեք ինչ եմ ուզում ասեմ ձեզ, մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, շատ ծանր իրավիճակի մեջ, և ժողովուրդը լռում է, իսկ ինչի է լռում, կա Ռուսաստանի Դաշնությունում մի հիանալի նախկինում պատգամավոր, հիմա կարծեմ նորից ուզում է ընտրվի կոմունիստական կուսակցության անդամ Նիկոլայ Բանդարենկոն։ Նա դիմում է ռուս ազգին, քանի որ խորհրդային հանրապետության բոլոր հանրապետություններում, խորհրդային մեր ԽՍՀՄ-ում, բոլոր հանրապետություններում գրեթե նույն իրավիճակն է։ Ահա թե ինչ է ասում Նիկոլայ Բանդարենկոն, խնդրեմ։ Вот более подлого времени в нашей стране еще не было. И вот мы задумаемся о причинах. Понятно, что наверху жулики, что там коррупция, что там только о себе думают. Но давайте не будем здесь лукавить. Это из нашего согласия происходит. Молчаливого согласия, трусливого согласия. Как же смогла власть так на колени нас поставить? Раб это кто такой? Это тот, кто понимает свое положение, его это устраивает. Раб это кто такой? Кто работает за еду и крышу над головой. Это же даже не самовоспроизводящиеся люди, это уже крепостные будут, да? А у нас страна вымирает, смертность превышает рождаемость, это и есть рабство. И вот самая страшная заслуга этого режима поганого, он смог убить в нас надежду, он убил в нас веру. Люди никому и ни во что больше не верят, а там наверху руки потирают. Кто будет слушать тех, кто привык молчать, а? Սրանից լավ բացատրություն չկա, թե վախեցած process-ը, թե ստրկացման process-ը, թե իշխանությունների իրենց լավ զգալը, բոլոր տեղերը նույնն են, ժողովուրդ ջան։ Այս նույն բանը վերաբերվում է նաև մեր հայ ազգին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մի հատ ավելի հիշեցնենք, թե ով է եղել Նիկոլ Փաշինյանը, եւ այս տեսահոլովակը սկսում է իրեն հոր խոսքերից։ Իրոք լեգենդար մարդ եղել Նիկոլ Փաշինյանի հայրը։ Նա զգուշացրեց դուք եւ մենք, ինձ չեմ ուզում տարբերեմ ձեզանից, մենք չլսեցինք այդ մարդու խորհուրդը, նա խոսում էր իրեն որդու մասին։ Սիրելի բարեկամներ, հիմա մի քանի բաներ Նիկոլ Փաշինյանի արկածների, որպեսզի վեր հիշեք եւ այնուհետեւ ասեմ, խնդրեմ։ Если ваш сын решит выдвигать свою кандидатуру в парламент, кандидатуру в президенты республики, что посоветуете ему по-отцовски? По-отцовски я советовал бы, может, еще умнее, мудрее кандидаты есть. Пусть они выдвигаются. Я думаю, что среди нашего народа очень многих умных, образованных людей. Վարչապետ ասելա դոմփել։ Կներեք հիմա տեն ցնցվեցիք այդ բառից։ Որ ներողություն եմ խնդրում դեր ցնցումների համար։ Մա եկել եք ստեղ ասում եք վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։
որևէ մեկը կխոսեմ տենց ձեզ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Պարոն վարչապետ, այսօր զովացի աղջկա եք ասել փախած մետրոյի մեջ, ինչպես կմեկնաբանեք։ Ինչ եմ ասել։ Բացառված է որ այսպես բան Չէ, ասեցիք փախածներ, զովացի աղջկա եք ասել։ Ես տենց բան չի կարող ասել, եթե տենց Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանց բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Ուրեմն լսեք ինչն եմ քարում։ Ռոբը, մենգիրոտ է, արի միրոտ է մի գնա։ Ռոբը Սերջը, եւ մյուսները, ովքեր ստեկը Ռոբի լակոտներ, Սերջի լակոտներ, Գագոյի լակոտներ կալու չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Ղարաբաղի ակցենտով իրոք բացեք, Ռոբիտ կզացնելու եմ, չոքցնելու եմ, սաղկացնելու եմ, կանուտացնելու եմ, կծացնելու եմ, սաղկացնելու եմ, չոքացնելու եմ, ողորմել եմ դուք, Ղարաբաղով թարան է։ Ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի, վերնգի տեղը տասի, ներվերս չուտես։ Լրություն դալություն։ Վախի, լրություն։ Նստեք։ Դու ետ չխոսաս, ես միցև իշխանություն ունենալներ եմ, որ տենց խոսացել ու շերտեր հետ եմ տենց խոսացել։ Ես միջում։ Տեսակ, մեկնաբանեք ինքներդ, ես արդեն սրա ամեն մի ես արածը, ես անգիր եմ արել, ես գիտեմ որտեղ, որ ժամին ինչ է ասել։ Եվ այն մասային, ովքեր որ մտածում են, որ Թուրքիան լավ է լինելու, թուրքերը սենց են լինելու, թուրքը հայից լավ է, մյուսը։ Ուզում եմ ասեմ հետևյալը։ Կա մի հիանալի զինվոր, լավ մարդ։ Այդ մարդը ինչի է լավ մարդ, ինքը ազգությամբ եվրեյ է, բայց ինքը լավ է, քանի որ ինքը ստալինիստ է, արդար խոսացող մարդ, որը որ խոսում է նենց ոնց որ կա, և իդեպ ասեմ շատ է հարգում հայ ազգին, այս ինչ է ասե Յակով Կեդմին, խնդրեմ տեսնենք։ Если Армения скажет, не надо нам России, турки нас спасут, ну, вечная вам память. Россия с Турцией больше за жизнь армян воевать не будет. Ни с кем воевать не будет. Ну а Турция, она обеспечит армянам то будущее, которое армяне достойны Османской империи. Տեսակ, նա ասեց, որ կյանքում էլ, եթե հանգարց Աստված չանի հարց լինի հայ-թուրքական մորթոցի, ռուսը էլ տեր չի կանգնի։ Իսկ մարդը եթե ասում է, որ մի բան գիտի, որ ասում։ Հենց որ այդ թուրքերով հիացող մարդկանց է վերաբերում, թուրքը որ սկսեց մորթել է, չի նայի։ Արտուր Ֆարմանյանը իրենց ատել է, իսկ դու իրեն սիրել ես։ Էլի մորթելու է հավասարաչափ, թե Արտուր Ֆարմանյանին, թե քեզ, թուրք սիրող հայ ճակերտներում։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքը, գեցե ջավախքահայությունս, գեցե արցախահայությունս, գեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, չենք մոռանում հայկական Արցախը եւ Սևանալիճը, Գյոչաչը, Սևանալիճը Նիկոլ Փաշինյան։
Գեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տարեց մարդիկ, առողջ եղեք, պինդ եղեք, ամուր եղեք, ամեն ինչ կլինի գերազանց։ Ստեսություն, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան։